Տեղեկություն ինչ այն ու ինչ նշանակություն ունի հասարակական կյանքում։ Ձևավորում է արդյոք հասարակական կարծիք թե ոչ, ումից կամ ինչպես ստանալ այն։ Քանի որ նոյեմբերի երկրորդ կեսում նշվում է եւ հեռուստատեսության համաշխարհային օր եւ տեղեկատվության համաշխարհային ու տեղեկատվության պաշտպանության միջազգային օրերը, մենք փորձեցինք հասարակության տեղեկատվության ստացումը կապել լրատվամիջոցների հետ։ Պարզել թե որ ԶԼՄ-ներից են նախընտրում ստանալ տեղեկություն շրջանի ակտիվ հասարակության ներկայացուցիչները։ Բացի այդ, բավարարում են տեղական լրատվամիջոցները հասարակության պահանջները թե ոչ, եւ եթե ոչ, ապա ինչու լրատվություններն են թերի թե կան խնդիրներ, օրինակ պակաս հաղորդաշարի կամ այլ հեռուստածրագրերի։ Իհարկե հսկայական դեր ունի հեռուստատեսությունը, իդեպ հեռուստատեսության օրն է հսկայական նշանակություն ունի մամուլի մասսայական միջոցները բոլորը, բայց հեռուստատեսությունը մասնավորապես, որտեվ այսօր հիմնականում մարդիկ հեռուստատեսությունից են քաղում այն անհրաժեշտ ինֆորմացիան, ինչ հարկավոր է իրենց, այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, ինչ է տեղի ունենում քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, որ երկրում ինչպիսի վիճակ է։ Հիմա արդեն մենք բաց հասարակություն ենք, Վրաստանում փառք Աստծո։ Ամեն ինչի մասին խոսվում է, ամեն հարց վերլուծվում է եւ բնակչությունը եթե ցանկանում է, բավական տեղեկացված է տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին, տնտեսական վիճակի մասին, մարդկանց կենսամակարդակի մասին, նույնիսկ բնության աղետների եւ այլն վնասների մասին, զոհերի մասին, կորուստների մասին, այսինքն ամեն ինչի մասին, ինչ հարկավոր է։ Մի քիչ ավելի ուշ իհարկե թերթերն է գալիս թերթերի միջոցով արդեն թվերով, արդեն կոնկրետ ավելի մանրամասն տեղեկացում ենք տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Անձամբ ես համացանցին այնքան չեմ վստահում, ինչքան հեռուստատեսությանը, որտեղ համացանցում ավելի շատ կարծիքներ են, համացանցում ավելի շատ սենսացիոն բնույթի նյութեր են, համացանցը կարելի ասել աղտոտված է այն ինֆորմացիայով, որ ընդհանրապես հարկավոր չէ մարդկանց։ Իսկն համացանցում ազնիվ չեն խաղում ինֆորմացիայի հետ, իսկ ինֆորմացիայի հետ պիտի ազնիվ խաղաս։ Այն ինչ տեղի ունենում պիտի ասես, իհարկե ժուրնալիստի իրավունք ունի տեսակետ հայտնելու, իհարկե օգտատերը իրավունք ունի համացանցում գրել իր տեսակետը, իր կարծիքը, բայց դրանք հաճախ այնքան ծայրահեղ են, այնքան այսպես անձնական են, այնքան էգոիստական են, որ շատ դժվար է պատկերացնել, թե ասենք այդ ինֆորմացիան ընկալողը, ստացողը ինչ կարծիք կկազմի տվյալ երևույթի մասին։ Հաստորեն մենք ինֆորմացիան հաղորդում ենք եւ թույլ չենք տալիս, որ մարդը ինքը տեսակետ կազմի ու անմիջապես փաթաթում ենք նրա վզին մի քանի տեսակետներ։ Այնպես որ մի կողմից շատ լավ է, որ ամեն ինֆորմացիան մասսայականացվում գալիս է, մյուս կողմից խրթինություն կա, բարդություններ կան, որտեղ հաճախ նույն երևույթի մասին մամուլի տարբեր միջոցներից ստանում ենք իրարամեջ տեղեկություններ, հաճախ նույն երևույթի մասին, իսկ ճշմարտությունը մեկն է, դա սուտն է տարբեր, ճշմարտությունը մեկն է, ինչքան անգերց լինի լրագրողը, ինչքան ճիշտ տեղեկատվություն հաղորդի, այնքան բնականաբար տեղեկացվածության աստիճանը բարձր կլինի։ Մեր շրջանում բնականաբար տեղական հեռուստատեսությունն ենք, պիտի ասեմ, որ իհարկե այդ տեղեկատվությունը բարձրանում է, հիմա արդեն ինֆորմացիայի ծավալն է ավելանում, երևի մեր արդեն հեռուստադիտողը գիտի, որ մենք փոքրիկ ինֆորմացիաներից ավելի ծավալուն ինֆորմացիա ենք կացնում, երևույթներ ավելի մանրամասնորեն են վերլուծվում, բազմակողմանի են վերլուծվում, ավելի շատ է խոսվում նրանց մասին եւ առաջին բազուտ ինֆորմացիոն նյութը, որ մենք ստանում ենք, հիմա բավական համալրվում է անհրաժեշտ տեղեկություններով, որոնք հարկավոր են։ Եթե ասենք, որ մենք փոքր տիրաժով, ճիշտ է, ուրիշ շրջանների համեմատ Վրաստան թերթ շատ ենք ստանում, ուրիշ շրջանների համեմատ մենք հայատար շրջանային թերթ ունենք, դեռ մինչև մի արշալույս թերթը կա ամիսը 1 պարբերականությամբ, Վրաստան թերթը ամիսը 4 պարբերականությամբ շաբաթական, բայց բոլոր դեպքերում մենք առաջինը հիմնվում ենք մեր տեղական հեռուստատեսության վրա, որտեղ նրա նյութերը օպերատիվ են եւ օրեցօր ավելի օպերատիվ են դառնում։ Եվ այսպես նոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն է։
Այն հռչակվել է 1998 թվականի մարտի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի առողջատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին։ Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որ չունենա հեռուստատեսություն։ Ռուսական ցակումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվել է 1933 թվականին ստեղծել կաթոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցերի գլխավոր մասն է։ Նրա հայտնագործության շնորհիվ 1936 թվականից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում, իսկ 1941 թվականից նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սակայն Եվրոպայում հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թվականներից։ Նշեմ, որ հայկական հեռուստատեսությունը սկզբնավորվել է 1956 թվականին, նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդման հաջող ընթացքով։ Դու ընդհանրապես տեղեկատվությունը ինֆորմացիան հիմա ավելի շատ կարևոր է բնակության համար, բոլորի համար էլ։ Սովետական ժամանակաշրջանում այն ժամանակ մամուլը շատ էր, թերթերը շատ էին, տեղական կար եւ ասենք թե Վրաստան կար եւ կենտրոնական թերթեր կար եւ Հայաստանի հետ կապված բոլոր այդ թերթերից ինֆորմացիաները շատ էր ստանում, բայց հիմա արդեն քիչ է, օրինակ մամուլից սկսենք, ասենք մենք ունենք մենակ Վրաստան թերթը, մեկ էլ տեղական Արշալուս թերթն է, որից տեղեկությունները ստանում ենք, իհարկե սիստեմատիկ Վրաստանը տպագրում է այդ ինֆորմացիաները։ Իսկ մնացածն արդեն հեռուստատեսությունն է հիմնականում դեր կատարում ստեղ։ Հեռուստատեսությունը եւ օրինակ ասենք տեղական հեռուստատեսությունը շատ հաճույքով ամեն օր նայում ենք այդ նոր ինֆորմացիաները, ինչ որ կա շրջանի հետ կապված է, ասենք թե միջազգային կապված, շատ լավ է, որ վերջերս Մոհամբեն հայերեն այդ հարկմանումը դա շատ կարևոր է, շատ լավ է, մատչելի լեզվով տալիս են բնակության այդ տեղեկությունները, որովհետև կենտրոնականից մենք ոչ մի տեղեկություն չունենք։ Նոյեմբերի 26-ը նշվում է որպես տեղեկատվության համաշխարհային օր։ Տեղեկատվությունը մարդու կյանքում միշտ էլ մեծ դեր է խաղացել։ Իսկ 20-րդ դարի կեսերից սոցիալական առաջընթացի, գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման հետևանքով նրա դերը մեծացել է։ 1992 թվականի նոյեմբերի 26-ին Տեղեկատվության միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ անցկացվել է Տեղեկատվության առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովի աշխատանքին մասնակցել են ավելի քան 10,000 գիտնականներ 29 երկրներից։ Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրը հռչակվել համաժողովի շնորհանդեսին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այդ օրը պաշտոնապես գրանցել է 1994 թվականին։ Տեղեկատվության ստացումը շատ կարևոր է հասարակության համար։ Մենք բոլորս գիտենք, որ պետք է մեզ ինչ-որ լուրերով հայտարարեն, թե ինչ է կատարվում աշխարհում եւ մեր քաղաքում։ Ես օրինակ ես տեղեկություն եմ ստանում հիմնականում սոցսայթերից, սոցիալական սայթերից։ Ես ավելի շատ սիրում եմ ընթերցել երգերի եւ պարերի մասին, մշակույթի էր ավելի շատ։ Հեռուստացույց ճիշտ ասած շատ չեմ նայում, սերիալներ ընդհանրապես չեմ նայում, չեմ սիրում։ Ու ժամանակ է չի լինում, դրա համար ես ավելի շատ հեռախոսով եմ զբաղվում ու լուրեր ստանում եմ հեռախոսից։ Ես երկար ժամանակ չեմ նայում հեռուստացույց, կես օրվա քիչ մասն եմ նայում հեռուստացույց, մնացած մասը դասերս եմ սովորում, շատ ժամանակ չեմ դրում հեռուստացույցին։ Նոյեմբերի 30-ին նշվում է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը։ Տոնն առաջին անգամ նշվել է Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիան 1988 թվականին։ Համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու են համակարգիչների ու այնտեղ պահվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Նոյեմբերի 30-ը պատահական չի ընտրվել։ Հենց նոյեմբերի 30-ին էր արձանագրվել որդի առաջին մասսայական համաճարակը, որն առաջացել էր իր ստեղծող Մորիրիսի անունից։ Առաջին համակարգչային վիրուսի նախատիպը ի հայտ է եկել 1983-ին, եւ այդ ժամանակից ի վեր անցկացվում են տեղեկությունների պաշտպանության միջազգային կոնֆերանսներ, որտեղ մասնավորապես հաղորդվում է անպաշտպան սարքավորումների վնասի չափերը։ Օրինակ 2000-ի I Love You վիրուսը միայն Հյուսիսային Ամերիկայի $1 միլիարդ վնաս է հասցրել։ Տեղեկատվություն քաղաքացին կարող է ստանալ ոչ միայն լրատվամիջոցներից տեղեկատվությունը շրջապատող աշխարհում է, սակայն թռուցիկ չհիմնավորված ու շատ դեպքերում իրարամերժ։ ԶԼՄ-ների դերը կարևորում է հենց այս առումով, որովհետև լրատվամիջոցը փորձում է համակողմանիորեն տարբեր տեսակետներով ներկայացնել խնդիրը հասարակությանը։ ԶԼՄ-ի նկարագրությունը տարբեր է, ցանկացած ժամանակակից հասարակությունում նրանք այս կամ այն կերպ կատարում են ընդհանուր քաղաքական գործառույթներ։ Համենայն դեպս ամենակարևորը համարվում է նրանց տեղեկատվության գործառույթը։
ԶԼՄ-ները էական դեր են խաղում հասարակության եւ իշխանությանը կարեւորագույն իրադարձությունների իրազեկման գործում։ ԶԼՄ-ների ինֆորմացիոն տեղեկատվությունը հնարավորություն է տալիս մարդկանց բավարար չափով դատել քաղաքական իրադարձությունների մասին։ Ուրեմն այսօրվա վիճակով, քանի որ մենք ապրում ենք 21-րդ դարում, առանց տեղադրության, առանց վերջի լուրերի, կարծես թե ապրելը անիմաստ է։ Դե փառքաստու այսօրվա վիճակով մենք ունենք այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսին է թերթը, հեռուստատեսությունը, կոմպյուտերները եւ այլն, դրանք բոլորն էլ ցանկացած մոմենտին կարող ենք մենք այդ տեղադրությունը ստանալ։ Ի պատիվ մեր տեղական նաև հանրապետական թերթերի տեղական եւ հանրապետական եւ մյուս պետությունների լրատվամիջոցներից մենք ստանում ենք բավականին մեծ լուրեր աշխարհում կատարվող ամեն երկու տարածքին, ինչպես նաև շրջանում մեր տեղական հեռուստատեսությունը, որը ամեն օր ելույթներ է ունենում, լուրեր է տարածում շրջանի երկու մասին, նորությունների մասին, դա բավականին մեծ լրատվամիջոցներ են, որոնցով մարդիկ ցանկացած ազնվորություն կարող է ինչ-որ բանի հասնել, ինչ-որ բաներ իմանալ եւ շրջանի եւ ամբողջ Վրաստանի մասշտաբով ունեցած լուրերից։ Գերությունը բավականին մեծ լուսաբանումներ է կատարում շրջանի երկու մասին, լուրերի մասին, ոչ միայն մեր շրջանը, նաև հանրապետության Հայաստանի լուրերից մենք տեղեկություն ենք ստանում մեր տեղական Թարմանաթերթից, Թարմանահեռուստաընկերությունից։ Սակայն տեղական բյուջեի քննարկման ժամանակ ես խորհուրդ կտայի, որպեսզի մեր բնակչության գոնե ոչ բոլորը, այլ գոնե որոշ մասնիկներ այդ մասնակցեն տեղական բյուջեի քննարկմանը։ Ճիշտ է, փաստաթղթերով դա բոլորը ասվում է, սակայն անմիջական այդպես ներգրում մեր բնակչությանը այդ գործի մեջ չկան։ Ես ցանկանայի, որ մեր տեղական հեռուստատեսությունից բացի նաև մեր տեղական թերթը, Արշալու շրջանային թերթը, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա այդ գործունեությանը մեջ, որպեսզի մեր բնակչությունը գոնե տեղյակ լինի, թե ինչ է կատարում շրջանում մյուս տարի, ինչ է կատարվելու մյուս տարի, հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ կարող, գիտեք ինչ, մեր բնակչությունը ընտրել է շրջանի դեպուտատներին, ընտրել է Կանգեբելի, ընտրել է մյուսներին, սակայն շրջանի բյուջեն կազմում է, ինչպես բոլորս գիտենք, Կանգեբայի ֆինանսական բաժինը, գյուղական համայնքի ղեկավարները իրենք են տալիս այդ թվերը, որպեսզի մյուս տարվա բյուջեն հաստատվի։ Սակայն ես նորից եմ խնդրում եւ որպեսզի մեր շրջանի բնակչության գոնե 10% տեղյակ լինի մյուս տարվա բյուջեի մասին։ Չնայած որ ընդլայնված կա ինֆորմացիայի ստացման աղբյուրները շատ են, բայց բոլոր դեպքերում մամուլը մնում է մամուլ, հեռուստատեսություն, հաղորդում պետք է լինի, որ հետաքրքրություն է լինի եւ ասենք մանկավարժական սֆերայում եւ ասենք գյուղատնտեսական մեր շրջանի հետ կապված այն ոլորտները, որոնք ասենք գործում են կան, հետաքրքրում են մարդկանց։ Լավ կլներ, որ ասենք թեկուզ դպրոցական ինչ-որ հաղորդումներ լիներ, դպրոցականներին հետաքրքիր, վերջը նրանք որոշ չափով կտրվեն այդ ինտերնետին։ Ինտերնետը նրանք ինֆորմացիա այդքան չեն ստանում, ինչքան ասենք թե իրենց այդ одноклассник եւ այլն, Facebook, դրանցով են զբաղվում։ Ինտերնետը օգտագործում են դրա համար։ Իսկ այնպես պետք է լինի, որ ասենք թե շրջանում չտարբերվի քաղաքից, մայրաքաղաքից ինֆորմացիայի այդ պակասը պետք է լրացվի, դա է ամենամեծը։ Թե չէ մեր ունկնդիրը շատ հաճույքով եւ լսում, եւ նայում, եւ դիտում է, դա մենք ունենք այդ չենք ասում, թե թեկուզ եւ ցանկացած տուն հիմա մտնում ես արդեն այդ ձեր այդ ժամը գալիս է միացնում են, որ նորություն լսեն եւ շրջանից եւ հանրապետությունից եւ ասենք թե թեկուզ եւ ինչի Հայաստանի այդ լուրերը, որոնք էլի վերջերս արդեն մտցնում եք տալիս է, շատ լավ է, շատ հաճելի է, գոհ Եվ կապելով թեմային ավելացնեմ մեկ տեղեկություն։ Դեկտեմբերից մեր Փարվանա հեռուստաընկերությունը կսկսի նոր հաղորդաշարերի թողարկումներ։ Դրանք կլինեն մանկական, կրթամշակութային ու կրոնական թեմաներով։ Ամեն դեպքում, երբ որ հեռուստատեսությունը փորձում է նոր հաղորդաշարեր անել, դա միշտ էլ հետաքրքիր է։
տարիներ առաջ մենք գյուղերին նվիրված հաղորդաշար ունեցանք, որը դարձավ պատմական փաստ եւ շատ լավ փաստ, որտեղ քիչ թե շատ գյուղերի պատմությունը, նրանց ծագումը, նրանց վիճակը եւ այլն բացահայտվեց։ Հիմա շատ ուրախ եմ, որ երբ լսում եմ, որ մանկական հաղորդումներ պիտի լինեն։ Մի ժամանակ դա էլ ունեինք, ինչ որ հեքիաթներ էին պատմում, խաղեր էին անում։ Ես կարծում եմ, որ դա ավելի պիտի կյանքին մոտեցնել մանկական հաղորդումները։ Ասենք ավելի շատ մանկապարտեզների առօրյան կյանքը, ասենք մի անգամ սնունդի հարցը, մյուս անգամ խաղերի հարցը, երրորդ անգամ ուսումնական process-ի կազմակերպման հարցը, այնտեղ լեզուներ են սովորում, այնտեղ տարբեր խաղեր են խաղում, նրանց բազան, նրանց վիճակը, մանավանդ որ հիմա գիտեք, մենք շատ մանկապարտեզ ունենք շրջանում եւ տարեցտարի դրանց թիվը ավելանում է։ Փառք Աստծո, մունիցիպալիտետը ամեն տարի 1-2 մանկապարտեզով ավելացնում է մեր շրջանի մանկական այս հիմնարկների թիվը, այնպես որ շատ լավ կլինի, որ դրանք իրենց բնույթով, իրենց ձևով կյանքի մոտ լինեն, միաժամանակ եւ առաջին հերթին դուր գան իրենց երեխաներին, որտեղ այդ հերոստատեսության հաղորդման դեմ նստած է, պիտի միշտ հիշել, որ նստած է նաեւ փոքրիկը, որ իր ժամն է, իր րոպեն է, լսում է եւ նա պիտի իրեն հարկավոր, իրեն հաճելի հաղորդումը դիտի, իրեն սիրելի հեքիաթը լսի։ Հիմա վերջերս Հայաստանից հեքիաթներ են պատմում։ Երեխաները ինձ համար կանաչի վրա նստած ոչ մեկը չի լսում, եւ մի շատ նշանավոր արտիստ, դերասան կամ դերասանուհի նստած կոճղին հեքիաթ է կարդում։ Այդ ձևը ընդունելի չէ, որտեղ զգացվում է, որ երեխաները ծրված են եւ ոչ մի կապ չունեն այդ հեքիաթի հետ։ Պիտի ձև է այնպես անել, որ հաճելի լինի բոլորի համար։ Իսկ դա ժուրնալիստներից գործն է։ Վատ չէ, որ խոսք է գնալու մեր քրիստոնեական ավանդների մասին։ Վերջին հաշվով մենք հայերիս մշակութային ամենամեծ արժեք, ամենամեծ հոգևոր գանձը։ Դա մեր մեսրոպյան տարերի կողքին մեր հավատքն է։ Դրանք պետք է զուգահեռաբար եւ մենք իմանանք, եթե մենք տարերի մասին ամեն ինչ գիտենք, բանաստեղծություններ եւ այլն, Մեսրոպ Մաշտոցի կյանքը, Սահակ Պարթև եւ այլն, մենք կրոնի մասին շատ քիչ բան գիտենք։ Մանավանդ մենք հայերս, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցի հետևորդներս, այնքան քիչ բան գիտենք, որ նույնիսկ անհարմար է ասել, որ մեր բնակության գերագշիռ մասը երևի 80-85% տերունական աղոթքը չգիտի։ Հայր մերը չգիտի։ Այդ աղոթքի մասին է խոսքը, այն աղոթքը, որը Քրիստոսն ինքն է գրել, Տերն է գրել։ Ուստի եւ այս բացադրությունները տարբեր տոների մասին, տաղավար տոների մասին, քրիստոնեական վարդապետության գլխավոր իրադարձությունների մասին, իհարկե ժամանակ առ ժամանակ լսել լավ կլինի, մանավանդ որ մեր կանան բավական պատրաստված ջեմարանական կրթությամբ անձնավորությունը եւ այդ բոլոր հարցերին կարող է տալ սպառիչ եւ լավ պատասխաններ։ Վերաբերում է լուրերի մասին, ցանկացած ազնվորություն կարող է ցանկացած բնակավարի մասին մտնել, ինչպես ասում են, ինտերնետ, այնտեղից լսել բոլոր, ունենալ բոլոր այն թվերը, այն նորամուծությունները, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեր շրջանում։ Ես նորից դուք չասեք, որ այսօր մենք միասին հարցազրույց ենք անցկացնում։ Ես ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Փարվանա հեռուստաընկերությանը, նրա ղեկավարությանը, նրա աշխատակազմին, ձեզ անձամբ, որ դուք այսպես լավ լուսաբանում եք մեր շրջանում կատարվող անցուդարձին։ Իսկ շրջանային թերթը ես կասեի, որ նայել եմ լուսաբանում, սակայն սուղ ինչու համար, որովհետև ամիսը մեկ անգամ էլ տեսնում անել շատ փոքր տպականակով, ես որպես գյուղատնտեսության բաժնի պետ ասեմ, որ քանի որ մեր շրջանը հանդիսանում է գյուղատնտեսական շրջան, գյուղատնտեսության մասին այդքան շատ չի լուսաբանվում մեր տեղական թերթում, լինում են դեպքեր, երբ նաև Փարվանա հեռուստատեսությունը այդքան չի լուսաբանում տեղերում արգա խնդիրների մասին, ժողովրդի այն պրոբլեմները, որոնք իրենց առաջ ծառացած են։ Ես կցանկանայի, որպեսզի դուք մյուս տարի, քանի որ ակաղաղի տարի է, գորուն գոչունի տարի է, ավելի լավ լուսաբանեք գյուղատնտեսությունը, ավելի լավ լուսաբանեք այն պրոբլեմները, որոնք գոյություն են մեր այսօրվա վիճակով շրջանի բնակչության առաջ։ Իմ կարծիքն է, որպեսզի մանկական ավելի շատ լինի, կրոնականը շատ լինի,
մենք այս օրավիճակով մենք հեռացել ենք մեր կրոնից ժողովուրդը։ Գիտեք ինչ, մենք ասում ենք քրիստոնյա, սակայն մենք այնքան սետ կապված չենք Աստծո հետ, ինչպես մյուս, ասենք, մեր հարևանները ցանկալի կլի որպեսզի այդ կրոնական բանն առաջ տանսվի։ Իսկ մանկականը դա բոլորիս համար մեր երեխաների համար, մեր ապագայի համար շատ լավ կլինի, որպեսզի զարգացվի եւ կրոնը, եւ կուլտուրան, եւ արվեստը, բոլորը մեզ համար շատ լավ թեմաներ են։ Ցանկացած թեմայի նորամուծություն, ցանկացած նորամուծություն մեր ցանկացած ժողովրդի համար դա լավ երևույթ է։ Տեղեկատվություն ընդունակ է ձևավորել կարծիք, ճաշակ ու գաղափար, ուստի տեղեկատվություն հարկավոր է ձեռք բերել հավաստից ստուգված աղբյուրներից, որովհետև լրատվադաշտը հատկապես համացանցային ողողված է բազմաթիվ սենսացիոն ու շատ դեպքերում իրականությունից հեռու տեղեկություններով, որոնք հիմնականում արվում են իբր հետաքրքիր տեղեկություններով լայքերի միջոցով լսարան հավաքելու համար։